հայերը երբեք զենք և շուր իրենց ձեռքը չեն առած ուրիշի իրավունքը վերցնելու համար։ Իրենք եթե վերցրած են զենք իրենց իրավունքները պաշտպանելու համար։ Եվ Օսմանյան գայսրության մեջ հայը պարզապես կուզեր համահավասար քաղաքացի ապրել և ոչ այլ ինչ։ Սակայն նույնիսկ այդ շատ էր Օսմանյան թուրքերի համար։ Եվ թարավերջին, 19-րդ թարու վերջին, և նրանք ըսկացին, որ այլևս Օսմանյան դաշնության գոյությունը հարցականի տակ է, սկսան ավելի խիստ և պիրտ քաղաքականություն վարել իրենց բոլոր հպատակների նկատմամբ։ Հայկական բարակային 1895-ի գոտորածները նրան հետևեցան երիտասարդ թուրքերի կողմէ կազմակերպված Ադանայի չարթերը 1908-ին։ Եվ ապա, ինչպես գիտեք, մեծ եղերնը ողջագիզումը։ Եվ սա պետության կողմէ ձեռագրված նպատակադրություն մներ, որ փոքր Ասիան վերածեր մի երկրի, ուր միայն թուրքը կրնար ապրել։ Հետևաբար, ով որ այնտեղ գոյություն ուներ, բնդական ույները, ասորիները կամ թե հայերը, նրանք պետք է վերածվեին։ Եվ այսօր, երբ գնայեմ այս լույսերին, որ դուք կրնած եք, այդ ամեն մեկ լույսը ես չեմ տեսնում, բայց այդ լույսերը տեսնում եմ։ Եվ զգում եմ այն հոգիները, որ 111 տարիներ առաջ ավելի այս շրջանին եղերվեցին, սպանվեցին։ Նրանց խոստացան ընդամենը մի քանի օր ետ վերադառնալու համար։ Իսկ նրանք հազիվ իրենց քյուղերից, քաղաքներից հեռացած գոտորվեցին, իսկ անոնք, որոնք շարունակվեցին իրենց ճանապարհը, հասցվեցին մինչև Դերձորի անապատները և նույնիսկ այնտեղ չարթվելով սպանվեցան և փչացվեցին։ Եվ թուրք հերոսները կմտածեին հայ վերացնել և մեկ-երկու հատ նայել այն էլ թանգարանի մեջ պահելու համար։ Թուրքը իր ծրագրի մեջ սախողվեց, և սախողվեց ոչ թե, որովհետև պետք եղածը չկարողացավ կատարել, որտև հայ ի վերջո հասկացավ, որ ինքը իր ցերքով պետք է պաշտպանի իր իրավունքները։ Ուրիշի վրա մենք պետք չէ հույս տնենք։ Եվ հայ եկավ Սարդարաբադի, Բաշավարանի, Ղարաքիլիսիայի ճակատավարտների մեջ և թուրքական ամենազորավոր բանակները դասեցրեց, բարդության մատնեց։ Եվ թուրքը ստիպված նստեց, թեկուզ մի փոքր, թեկուզ 10,500 քառակուսի կիլոմետրով, բայց ստիպեցավ խոսել և համաձայնվել հայերի հետ։ Միայն և միայն հայերի հետ, ուրիշ ոչ մեկ ուժ այնտեղ գոյություն չուներ։ Հայրն էր, որ իր ճակատագիրը գերդում էր։ Եվ երբ հայ ղեկավարները այնադեն հուզվել էին, հաշիվ ունեք, 1000 տարին ավելի պետություն չունենք և ընդամենը փոքրիկ մի հատված մեզ դրվում է։ Եվ հետաքրքիր է, որ թուրք Սիվանակետը այնտեղ ասաց հայերին, կարևոր այն չէ, թե ձեր հայրենիքի չափը ինչ է, կարևորը այն է, որ դուք այսօր հայրենիք եք ստեղծում։ Սահմանները կարող են մեծանալ, փոքրանալ, հավիտենական բան գոյություն չունի, սակայն կարևորը հայրենիքի գաղափարի ստեղծագործությունն է։ Եվ մենք այսօր ապրում ենք այդ հայրենիքի հողերի վրա։ Այս հայրենիքը պահելն է ամենակարևոր հարցը։ Եթե մենք կարողանանք պահել և պահպանել ի հիվջուկս բոլոր դժվարությունների այս փոքրիկ հողը, այն կարող է լինել մեր երազանքների և տեսիլքի հիմնագետը և մեկնագետը։
Դրա համար հայ ժողովուրդը իր հույսը եւ հավատքը երբեք պետք չէ գործընծնի։ Մենք միայն պիտի գերդենք մեր ավական։ Եվ այսօրվա երիտասարդները որդուկ եք, ցեզ է հանձնվում այնինչ մենք ժառանգեցինք։ Մենք կարող է այդ վաղն չտեսնենք, այդ ծագող արշալույսը չտեսնենք, այդ հույսերի իրականացման ճանապարհը չտեսնենք, սակայն ցույց պիտի գերդեք այն։ Հայրենիքը միայն երազանք չէ, հայրենիքը իրականությունն է, որին համար կարժե զոհել ամեն ինչ, նույնիսկ եթե պետք է մեր կյանքը։ Միայն այդ ծևով է, որ մենք կարող ենք այս պայմաններում պահել մեր հայրենիքը եւ նայել պայծառ քալիք ավակային։ Երիտասարդներ, գիտեմ, որ այսօրվա Հայաստանի դժվարությունների առջև դժվարանում եք, չայնանում եք, վրդովում եք, մենք էլ այդ վիճակի մեջ ենք մնում, սակայն այս է մեր ունեցածը, սրանով մենք պիտի կարողանանք իրագործել մեր ապագայի ճակատագիրը։ Ով կմտածեր, որ եղերնեն հետո այս կամ պետություններ, ինչպես որ տեսնում եք այս դրոշակները, պիտի ճանչնային հայոց եղերնը։ Դա ինքն իրեն չպատահեց, դա մեծ աշխատանքներով, մեծ դիվանագիտությամբ, մեծ խելամտությամբ եւ հեռատեսությամբ, գրացիլ արգացիլ իրագործվեցավ եւ հասանք այստեղ։ Սակայն դակավին այստեղ վերջը չէ, երկար ժամանակ ունենք դավարին։ Եվ ես վստահ եմ, որ մի օր պիտի հասնենք այդ գադարին, պիտի հասնենք գադարին եւ գադարեմ պիտի դիտենք մեր հայրենի հողերը։ Այսօր հավատացեք, ամեն տեղից, այն վայրերից, որ 111 տարիներ առաջ մեր նախնիքը նահատակվեցին, նրանց ոգիները ելնում են Եփրատի ջրերից, Դերձորի անաբադից եւ ամեն այն վայրերից, որ նրանք նահատակվեցին, գնում են միասնաբար աղոթելու եւ զորալի կանգնելու մեզ, որ մենք շարունակենք իրենց ընթացքը մեր օրերին եւ մեր պայմանների ժամանակամիջոցում եւ կարողանանք արդարացնել այն արյունը, որ թափվեց, որովհետեւ ինչպես Սուրբ Գիրքն է ասում, թափված արյան համար հողը փողովում է առասված, մինչև որ արդարությունը տեղի ունենա։ Այսօր աղոթքի մտածումքի օր է, եւ այսօր վեր դուք սկսում եք աղոթել եւ շարունակում եք վաղը, գիտեմ որ ալիք ալիք հայ ժողովուրդը քալու է խոնարհվելու այս հուշարձանին արցավ եւ խոնարհվելու է այն բոլոր մեր զոհերի համար, որոնք իրենց կյանքը տվին։ Մենք պիտի հիշենք նրանց։ Օդարներին հոգը չէ, օդարը պիտի ասե անցյալի եղած բան է, ինչի չեք մոռանում, մոռացեք, անցյալը անցյալ է։ Սակայն այն ըսվին, որ մեր հոգու խորքն է։ Ամեն մի հայ, որ գիտակից հայ է, չի կրնար ուրանալ եղերնը, չի կրնար մոռանալ այնինչ, որ պատահեց մեզ, որտեղ եթե մենք մոռանանք, այլևս հայությունը թափված կլինենք։ Դեպար սիրելիներ, աղոթենք, ամրապնդենք, իրարմով զորանանք, միշտ մի մոռացեք, մեր զորությունը մեր միության մեջ է, միասին պետք է լինենք, միասին պետք է դիմակայենք բոլոր դժվարությունները, Սարդարաբադի, Ղարաքիլիսայի եւ Բաշ-Աբարանի օրինակները ցեզ, այն ժամանակ չհարցրին ով ինչ է, շինական է, քյուղացի է, քաղաքացի է, զարգացած է, հարուստ է, ունևոր է, չունևոր է, բոլորը միասին կացին,
որովհետև վերջին բացմեջներ այլևս, եթե նա ընկներ, այլևս հայը գոյություն չէր ունենա։ Դրանից հետո ինչ օգուտ այլևս ինչ որոշումներ կառնեին միջազգային պետությունները։ Այնպես որ մենք պետք է անդրադառնանք միշտ այս բանին, մեր միության, մեր զորության, մեր աբակային, մեր ներգային։ Միշտ մի մոռացեք, մեր անցյալը այն հիմնակարն է, որում վրա մենք այսօր կանգնած ենք։ Եվ այսօրվա մեր իրականությունը վաղվան գերդվելիք աբակային խրավականն է։ Առանց անցյալի, առանց ներկայի աբակագոյություն չի կարող ունենալ։ Ես չեմ ուզեր երկար խոսել ձեզ, Եղևնին նվիրված մի երկի բարերով ուզեի ավարտել։ Հանգչեցեք թուլանթոր նահատակ եղբայրներ, մարդի մեջ ահավոր թուք ինգակ գարևեր, բայց այնտեղ չի ենար երկը, բայց անով ոգևոր սերունդներ հայկական, բիրիկալեն սերջամփով, թեպի սուրբ աբական, Աստված օրհնեցես եւ մեզ բոլորս այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Ամեն։ Կաչիվս աղաչես ու գստես իսովա փրկեսես բեզի մեղած երկեցուսես տորի ողորմության յուրո ամենակալ դեր Աստված մեր կեցո եւ ողորմյա Բահբանիչ եւ ույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր բահբանյա եւ օրհնյա փյուրավոր հայ ժողովուրդս մանավանդ երդասարտությունս, որ եկյալ են աղոթելու և նորոգելու իրենց ուխտը հավատարիմ մնալելու մեր նախնյաց ավանդության։ Բահբանյա սոսա, ընթոանյա սուրբ և բատվական խաչիկոյի խաղաղության, հրգյա, ազատյա, հերևելի և աներևույթ թշնամույն, արժանավորյա կողությամբ փառավորել, ըսկեզ ընթոր և ընսրբող գույթ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։